Բարի օր, սիրելի հայրենակից։ Այսօր չորեքշաբթի է եւ եթերում իրական լուրերի հերթական թողարկումն է։ Ձեզ ենք ներկայացնում անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները։ Հնարավոր 100-ից 26 միավոր։ Այսպիսին է Հայաստանի հանրային կառավարման որակի գնահատականը, որը տվել է Եվրամիության կողմից ֆինանսավորված Սիգմա նախաձեռնությունը, որը ըստ էության կառավարությունների աշխատանքը գնահատող մարմին է։ Նախաձեռնությունը հրապարակել է 2025 թվականի վերաբերյալ զեկույցը, որում Հայաստանի Հանրապետությունը 0 միավոր է ստացել մի քանի կարևոր ուղղություններով։ Դրանք են. Ա. Թափանցիկության ապահովման ռազմավարական և ինստիտուցիոնալ ձևավորում։ Բ. Հանրային տեղեկատվության սահմանում։ Գ. Հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքի արդյունավետ վերահսկող մարմին։ Կառավարության գործունեությունը բավարար չափով թափանցիկ չէ։ Իհարկե, որոշ տվյալներ կառավարությունը հրապարակում է, բայց միայն դրանք հրապարակելը բավարար չէ։ Շատ կարևոր է, թե ինչպես է գործադիրը որոշումներ կայացնում առանձին հարցերի վերաբերյալ, այդ որոշումների հիմնավորվածությունը, այդ որոշումների կայացման գործընթացը, ինչպես են դրան գալիս, այդ մասերը թափանցիկ չեն, նշում է պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։ Սիգման մատնանշել է օրենսդրական դաշտի և ինստիտուցիոնալ կառուցվածքի թերությունները, ինչպես նաև թափանցիկության չափանիշների պահպանման նկատմամբ վերահսկողության բացակայությունը։ Զեկույցում ասվում է, քաղաքական հստակ պատասխանատվության և ուղղորդման պակասը խոչընդոտում է այս ոլորտում առաջընթացին։ Կառավարության նիստերի օրակարգ։ Այո, այնտեղ մի լայն շրջանակ կա հարցերի, որոնք օրինակ առանց քվեարկության են ընդունվում։ Որտեղ են կայացվում այդ որոշումները, ովքեր են կայացնում դրա վերաբերյալ որոշումները։ Փաստորեն վերջում կառավարությունը միայն դառնում է դակող մարմին։ Ինչ որ մի ուրիշ տեղ կայացած որոշումներն իրենք ուղղակի հաստատում են, շարունակել է Քյուրումյանը։ Հայաստանում հանրային տեղեկատվության հասանելիության իրավունքն ապահովում է տեղեկատվության ազատության մասին օրենքով, սակայն այն ըստ Սիգմայի լիովին համատեղելի չէ ոլորտի միջազգային չափանիշների հետ։ Օրենքը բավարար հստակություն չի ապահովում բացահայտման ենթակա տեղեկատվության, ինչպես նաև թափանցիկության ռեժիմի ներքո ընդգրկվող մարմինների սահմանման հարցում։ Զեկույցի հեղինակները նաև ուսումնասիրել են բոլոր նախարարությունների կայքերը և պարզել, որ կան խնդիրներ նաև բարձրագույն ղեկավարների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության հարցում։ Այս զեկույցների ֆոնին լրահոսը ողողված է պետական տարբեր գերատեսչություններում բաժանված պարգևավճարների վերաբերյալ լուրերով։ Միայն դեկտեմբերին վարչապետի աշխատակազմը 417 միլիոն դրամ պարգևավճար է ստացել, որոնցից մոտ 381 հազար դրամը տրվել է կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին։ Համար 1712L և ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ին համար 1763N որոշումներին համապատասխան 2025 թվականի առաջին կիսամյակին գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա պարգևատրման շրջանակներում, իսկ 35,866 դրամ տրվել է որակյալ և բարեխիղճ աշխատանքի համար ամսական պարբերականությամբ տրվող պարգևատրման շրջանակներում, ասված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։ Ավելի մանրամասնենք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու փոխվարչապետը 2025 թվականին աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային և տարեկան արդյունքի որակի ու կատարողականի գնահատման հիման վրա ստացել են 51.6 միլիոն դրամ պարգևավճար։ Իրավաբան ՆԵՏ-ը գրավոր հարցման կառավարությունից տեղեկատվություն է ստացել վարչապետի և փոխվարչապետի 2025 թվականին ստացած պարգևավճարների վերաբերյալ։
Հարցմանն ի պատասխան իրավաբան նետին կառավարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ նշված պարգևավճարները վճարվել են Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի, պարգևատրումներ, խրախուսանքներ եւ հատուկ վճարներ հոդվածի շրջանակում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականին ստացել է 13 միլիոն 922 հազար 100 ՀՀ դրամ։ Փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Տիգրան Խաչատրյանի ստացած պարգևավճարների չափը ներկայացվել է ընդհանուր 37 միլիոն 681 հազար ՀՀ դրամ։ Կառավարության տեղեկատվությամբ եւ հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը գրավոր հայտնել է, որ վարչապետն ու փոխվարչապետները պարգևատրվել են պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի, աշխատանքային օրենսգրքի, ինչպես նաեւ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողական գնահատման եւ դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը եւ պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին համար 1712L որոշման դրույթների համապատասխան աշխատանքային պարտականությունների կատարման ամսական, կիսամյակային եւ տարեկան արդյունքների որակի եւ կատարողականի գնահատման հիման վրա։ Թալան գոռալով եկան իշխանության, ժողովրդին տարիներ շարունակ համոզելով, թե երկիրը թալանված է, իսկ իրենք էլ եկել են թալանը ետ բերելու։ Գրում է Facebook-յան օգտատեր Վահագն Սարոյանը։ Տարիներ անց պարզվեց, թալանը հիմնականում քարոզչական ու մանիպուլյատիվ լոզունգ էր։ Բայց եկան ու սեփական օրինակով ցույց տվեցին, թե որն է իրական թալանը։ Ուրեմն, թոշակառուի թոշակը 10,400 դրամով չեն բարձրացնում, ասելով, թե ինչ պետք է անի այդ գումարը, իսկ այդ ձեռառնոցու ֆոնին բարձրաստիճան խմբակը նախարարների կաբինետով ու տեղակալներով յուրաքանչյուրը ստանում է 4-ից 5, 7-ից 8 միլիոն դրամ պարգևավճարներ։ Եվ սա դեռ վերջը չէ։ Գիտեիք, այսօր մամուլից տեղեկացա, որ շուտով սպասվում է երկրորդ տրանշը կրկին միլիոնավոր դրամների պարգևավճարներով։ Նույն մարդիկ երկրորդ սերիայով կրկին մի քանի միլիոններ են ստանալու այն դեպքում, երբ երկրում համատարած թանկացումներ են ու ամեն ինչ շարունակում է թանկանալ։ Ահա թե որն է իրական թալանը, բացահայտ, համակարգչային ու ցինիկ։ Եվ այս ամենից հետո ֆինանսների նախարարը հայտարարում է, թե հպարտ է իրենց կայացրած համարձակ որոշումով։ Այնպես որ շեշտը փոխելով իրականացնում են թալան միջև վերջ։ Իսկ ինչ կարգավորումներ է ենթադրում Հայաստանի Հանրապետության օրենքը։ Ըստ նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքի Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 75 հազար դրամ։ Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը կարգավորում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը եւ ըստ օրենքի առաջին ու երկրորդ մասերի առաջինը պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով։ Երկրորդ, պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80%-ից եւ գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120%-ով։ Լսենք Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարության վարչապետը պնդում է. Պետական որոշման շրջանակներում ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Այդ համակարգով 1.5 միլիոն դրամի վարձատրություն եմ ստացել։ Բարի, այդ դեպքում հղում անենք ՀՀ 2025 թվական պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին։
որով սահմանված է, որ 2025 թվականին պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 82,200 դրամ։ Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնյային դրույքաչափերի հաշվառման գործակիցները ՀՀ նախագահ 20, ՀՀ ազգային ժողովի նախագահ 18, ՀՀ վարչապետ 18 կատարում ենք պարզ մաթեմատիկական գործողություն։ Այն է 82,200 դրամը բազմապատկում ենք 18-ով եւ արդյունքում ստանում ենք 1,497,600 դրամ։ Թվերով համեմատելը թողնում ենք քեզ, սիրելի հայրենակից։ Լավ, իսկ ինչու չի կարող ներկայիս կառավարությունը օրենքով բարձրացնել իր հասանելի աշխատավարձը։ Քանի որ հիմնական աշխատավարձը ձևավորվում է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով սահմանված բազային աշխատավարձի եւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով նախատեսված գործակցի արտադրյալով, այսինքն կամ ստիպված պետք է բարձրացնեն նաև նվազագույն ամսական աշխատավարձի չափը, կամ պետք է փոխեն գործակիցը, որի դեպքում ստիպված են լինելու վերանայել բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվառման գործակիցները։ Բայց քանի որ լրահոսում շրջանառվում է որպես պարգևատրում, ապա նշենք, որ այստեղ եւս օրենքի հետ խնդիրներ ունենք։ Ըստ նույն օրենքի հոդված 22-ը տալիս է հետևյալ պարզաբանումները։ Առաջին, պետական իշխանության մարմիններում պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով։ Երկրորդ, յուրաքանչյուր մարմնի համար պետական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի պետական ծառայողների պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ միասնական տոկոսային արտահայտությամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի եւ վարչապետի աշխատակազմի, որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով։ Երրորդ, յուրաքանչյուր մարմնի համար պարգևատրման ֆոնդը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի առնվազն 10%։ Օրենքում պարզ նշվում է բացառության մասին, այն է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի եւ վարչապետի աշխատակազմի, բայց եկեք չմոռանանք, որ պարգևատրումներ ստացել են նաեւ նախարարները, վարչության պետերը եւ այլ պաշտոնյաները։ Այսինքն, եթե պաշտոնյայի դրույքաչափը մոտ 1,5 միլիոն է, ապա հավելյալ միլիոնների պարգևավճարների դեպքում առաջացնում է համաչափության, նպատակահարմարության ու արդարության լուրջ հարց, եւ հանրությունը իրավունք ունի պահանջելու ինչ չափերի արդյունքի հիման վրա է դա տրվել։ Հատկապես սիրելի հայրենակից, պարգևատրում ստանում են լավ աշխատանքի դիմաց։ Որն է այս կառավարության լավ աշխատանքը։ Արցախի հայաթափումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների միակողմանի զիջումը Ադրբեջանին, մեր արժանապատվության ամենօրվա ռեժիմով ստորացումը, թե կառավարության հաշվետվության կատարողականի տարեկան գնահատման ցածր ցուցանիշը։ Այն է ռազմավարական ծրագրերի իրականացումը, տնտեսական աճը, բյուջեի կատարողական եւ ոլորտային բարեփոխումները, ներդրումների ծավալները, գործազրկության մակարդակի նվազումը, աղքատության հաղթահարումը։ Որ լավ աշխատանքի դիմաց է այս կառավարությունը մեր իսկ հարկատուներիս հաշվին իրեն պարգևատրել։ Եվ այս ամենը պետական պարտքի բարձրացման ֆոնին։ Տեղյակ ես ինչքան պարտք ունես։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը դարձավ 14 միլիարդ 531 միլիոն ԱՄՆ դոլար։ Հիմա կասես ինձ ինչ, այդ պետության պարտքն է, հո իմը չի։ Ոնց քեզ ինչ, բա մեզ բոլորիս են հարկում, որ կանան այդ վարկերը սպասարկեն, չէ՞, այդ վարկերը ոնց են սպասարկվում, հարկ վճարողների միջոցներով։
Հիմա տեսեք, միայն մի տարվա մեջ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ շուրջ 1 միլիարդ 700 միլիոն ԱՄՆ դոլարով պարտքը մեծացել է։ Այդ նշանակում է, որ շատ ավելի փող են մեծ վերցրել, քան մի տարվա մեջ 1 միլիարդ 700 միլիոնը։ Հիմա կասեք, բա ոնց է այդքանով աճի, թե ավելի շատ են վերցրել։ Տեսեք, եթե դուք ինչ-որ X գումար եք պարտք բանկին, հետո լրացուցիչ 1 տարվա մեջ էլի պարտք եք վերցնում։ Բա այն նախորդ պարտքը հո ստատիկ տենց մնացած պարտ չի, սպասարկում կա, չէ, մայր գումարի մարումներ կան։ Այդ կնշանակի մի տարվա մեջ, երբ որ հասել ենք այս 14 միլիարդ 500 միլիոնին, շատ ավելի մեծ պարտք է վերցվել, քան միլիարդ 700 միլիոնը։ Ժողովուրդ ջան, սա լուրջ թվեր են, մեր նման փոքր պետության համար սրանք լուրջ թվեր են, եւ այս կառավարությունը բավարար չափով կամ ընդհանրապես կարելի ասել հաշվետվողական չի, թե ինչ են անում այդ փողերը, միլիոններով, միլիարդներով իրենց պարգևավճարներ են վճարում։ Այս իշխանությունը Փաշինյանը այդ փողերը հիմնականում իմ համոզմունքն է, որ ծախսում է իր իշխանությունը ամրացնելու, պահելու վրա, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը զարգացնելու եւ ուժեղացնելու։ Հետևեք իմ սոցիալական էջերին եւ ես ձեզ բարբերաբար կտեղեկացնեմ, թե ինչ է անում կառավարությունը ձեր գումարների հետ, ինչքան պարտք եք կուտակում, եթե աղբյուրները թույլ տան, ինչ ուղղություններով են այդ պարտքերը կուտակում եւ ինչ են անում այդ գումարները։ Լավ եղեք։ Հաջորդ իրադարձությունը, որը այս շաբաթվա ընթացքում մեծ արձագանք ստացավ, մեր 1 տասնյակ հայրենակիցների խնդրանքով նրանց տեղափոխումն էր Հայաստանի Հանրապետություն հայաթափված Արցախից։ Փաստացի, անգամ այն հատուկենտ հայերը, որոնք մնացել էին Արցախում ու ընդունել էին Ադրբեջանի վերահսկողությունը, չկարողացան մնալ այնտեղ, ինչը առավել քան կանխատեսելի էր Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվող հայատյացությանն ու ատելության պայմաններում։ Իր Facebook-յան էջում գրում է Տաթևիկ Հայրապետյանը։ Ավելին, նրանցից մեկը Կարեն Ավանեսյանը որպես ահաբեկիչ վերջերս դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ Ուստի այս մարդկանց տեղափոխումը դրական է, քանի որ նրանք նույնիսկ կարող էին արժանանալ Ավանեսյանի ճակատագրին։ Շնորհակալություն են հայտնում կառուցողականության համար, իսկ Ալիևն ի պատասխան ՀՀ տարածքը կոչում է Արևմտյան Ադրբեջան զավթողական անվամբ եւ խոսում հայ-ադրբեջանական համակեցությունից։ Ուրեմն, ինչու են Հայաստանի Հանրապետության իշխանությունները մաքրազերծում Ալիևին, օգնում նրան խաղաղության աղավնի խաղալ, երբ Ադրբեջանում պետական համակարգով Հայաստանի Հանրապետության դեմ մշակվում է զավթողական ծրագիր, շարունակում է գրել Հայրապետյանը։ Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի եւ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները։ Ծառայության ունեցած տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է սույն քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության, երկարաժամկետ խաղաղության համար։ Սա հատված է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ամենամյա զեկույցից, որը հրապարակվել էր օրերս։ Նրանք ընդամենը արձանագրել են պարզ իրողություն, ինչի մասին արդեն ամիսներ շարունակ հետևողականորեն գրում ու փաստերով խոսում եմ ես, գրում է Տաթևիկ Հայրապետյանը։ Ունիկալն այն է, որ իշխանական պրոպագանդիստների կողմից թիրախավորվել եմ այս վտանգի մասին խոսելու համար։ Տարբեր իշխանամերձ լրատվականները ամիսներ շարունակ ստեր էին տարածում, թե իբր այս զավթողական կոնցեպտը այլևս դուրս է եկել շրջանառությունից, մինչդեռ բայց ու հրապարակային փաստերը այլ բանի մասին էին խոսում, ինչի մասին ահազանգել եմ։ Զեկույցում նաև նշվում է 2026 թվականին ծառայության առաջնահերթ խնդիրներն են լինելու շարունակաբար գնահատելը, որն է Ադրբեջանի կողմից արևմտյան ադրբեջանցիների վերադարձի առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։ Գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյոք Ադրբեջանը այդ թեմաները նոր ազգային գաղափարախոսություն
իրականություն դարձնելով մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման եւ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։ Ինչ խոսք, ցավալի է, որ իրենց եւս մեկ տարի է պետք հասկանալու համար, թե ինչ նպատակով է ստեղծվել այս զավթողական կոնցեպտը, ինչպես է դարձել հանրային կրթական համակարգի մաս, ինչպես է մի ողջ սերունդ Ադրբեջանում մեծանում այն վտանգավոր մտայնությամբ, թե իբր Հայաստանը իրենց պատմական հողն է։ Ըստ իս, շարունակում Հայրապետյանը, ԱՄՆ միջնորդությունը մեզ համար կարևոր է։ Մենք շահել ենք ժամանակ, բայց այդ ընթացքում ռիսկերը չեզոքացնելու փոխարեն իշխանությունները զբաղված են խաղաղություն իմիտացնելով, հիմքում չդնելով որևէ իրական բովանդակություն։ Իմաստը որն է։ Ինչ ենք շահում ռիսկերը, սպառնալիքները կոծկելով, ինչ նպատակով ենք կոծկում Ալիևի պետական մակարդակով ատելության քարոզն ու զավթողական ծրագրերը։ Առհասարակ, ում է պետք իշխանությունը, եթե քո քայլերի հետևանքով կարող է վտանգվել պետությունդ ու քաղաքացիների անվտանգությունը։ Արդյոք ավելի լավ չի ուղիղ խոսել խնդիրների մասին ու ռեսուրս դնել դրանք չեզոքացնելու վրա։ Շարունակ ասում եմ, եկեք չեզոքացնենք այս վտանգը, քանի դեռ այն նարատիվի մակարդակում է։ Մենք դրա ռեսուրսը ունենք։ Հույս ունեմ, շուտով կունենանք ավելի կոմպետենտ իշխանություն, որին տարիներ չեն պահանջվի իրենց ճակատին ուղիղ ասված խոսքը հասկանալու ու վտանգները չեզոքացնելու համար, այդ թվում ԱՄՆ միջնորդությունը խելացի օգտագործելու շնորհիվ։ Այսքանով ավարտում ենք մեր այսօրվա հաղորդումը, հետևությունները թողնելով քեզ սիրելի հայրենակից։ Կհանդիպենք մյուս չորեքշաբթի։ Շաբաթվա իրական լուրերը ձեզ ներկայացրեց Ազգ նախաձեռնության անդամ Աիդա Սիմոնյանը։ Իսկ քեզ սիրելի հայրենակից կոչ ենք անում միանալ մեր ազգային հարթակին, որպեսզի միասին նպաստենք իրական Հայաստանի լինելիությանն ու հարատևմանը։